Իմ սիրտը հայ է, այս խոսքերն ասել է մի էստոնացի կին, որ դարձավ հայ ժողովրդի մայրերից մեկը։ Աննա Հետվիգ Բյուլը ծնվել է 1887-ին Էստոնիայում։ Բարեկեցիկ ընտանիքում, ստացել է գերազանց կրթություն, խոսում էր 6 լեզվով։ 1909-ին ստացած մեկ լուրը Ադանայի կոտորածների մասին փոխեց նրա կյանքը։ Նա ընտրեց ոչ թե ապահովության, այլ ցավի ճանապարհը։ 1911-ին նա գալիս է Կիլիկիա, աշխատում Մարաշի Բեյթել որբանոցում, դառնում ուսուցչուհի հարյուրավոր հայ որբերի համար։ 1915-ին նա արդեն ականատես է լինում ցեղասպանությանը։ 1918-ին գերմարտկային ջանքերով նա փրկում է իր որբ երեխաներին թուրքական աքսորից։ Ավելի ուշ Հալեպում նա բացում է հիվանդանոց, օգնում է հիվանդ գաղթականներին, ստեղծում է աշխատատեղեր մոտ 500 հայ կանանց համար, կրթաթոշակներ է տալիս ավելի քան 250 երեխաների։ Նա երբեք ընտանիք չունեցավ, քանի որ իր ամբողջ կյանքը նվիրեց հայ ժողովրդին։ Եվ կյանքի վերջում առողջական խնդիրներով պայմանավորված, մոռանալով բոլոր լեզուները, նա շարունակում էր խոսել միայն հարազատ հայերենով, որովհետև երբեմն արյունը չէ, որ որոշում է ազգությունը, այլ սիրտը։ Ես Տաթևիկ Սայադյանն եմ, հետևեք ինձ ավելի շատ հայկական պատմություններ իմանալու համար։